Լույսը նորմալ չբացված է, ոստիկանության գվարդիան լցրել եռաբլուր զինվորական պանթեոնը։ Անգամ դիպուկահարներ են երևացել պանթեոնի բարձրադիր մասերում Փաշինյանի այցից րոպեներ առաջ։ Ձախից ազգային ժողովի, աջից պարզապես նախագահի հետ առանց շլյապան հանելու է մտել եռաբլուր Փաշինյանը։ Պաշտոնական կադրերում չերևացող ինչ-որ պահի գլխինը հանել է, ծաղկեպսակ դրել, ծաղիկներ խոնարել։ Սիրելի ժողովրդին իրենից ոստիկանական վաշտերով հեռացրած մարդը օրվա ուղերձում պնդել է, թե ժողովրդական ձևակերպում ունի արդեն իր քաղաքական թիմի սահմանած հանուն հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի եւ խոնարհման այսօրը։ Նրա պնդմամբ այն սահմանվել է մեր երկրի բանակի տոնի նախօրյակին եւ քաղաքացիները արդեն սկսել են հունվարի 27-ը անվանել երկնային բանակի օր։ Բայց այս օրից այն կողմ մեր պատասխանատվությունը չի նվազում, այլ ընդհակառակը, ավելանում է պատասխանատվությունն այն բանի համար, որ մեր նահատակների զոհողություններն իզուր չլինեն։ Արցախի համար ընկածներին պլյուս-մինուսով հաշված պլյուս-մինուս 50 Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչած մարդը դիմել է բոլոր զոհերին ու հայտարարել՝ դուք իզուր չեք ընկել։ Ձեր զոհողությունը նոր գիտակցություն է ստեղծել, ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը, պարզեցրել մեր միտքը, ամրացրել մեր կամքը, ուժեղացնելու պետությունը։ Հեռացել է Փաշինյանը ԿՊԱ-ականներից բացի ոչ մեկին չտեսնելով։ Զրահապատ ավտոշարասյունը գվարդիայի աշխատակիցների աչալուրջ հայացքի տակ է լքել զինվորական պանթեոնի տարածքը։ Ավելի ուշ տարածքում է հայտնվել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Պաշտոնական արարողությունից ուշացած փոխնախարարին ոստիկանները չեն պաշտպանել լրագրողների հարցերից։ Ինչու որևէ պաշտոնյա, այդ թվում ինքը, ծաղիկ չի խոնարել այսօր Արցախի կանչը հուշակոթողին, որ եռաբլուրում առանձնացված մի հատված է Արցախի վերջնական հայաթափման օպերացիայի, դրան հաջորդած բենզինի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին։ Բոլոր գերեզմանների մոտ հնարավորություն չկա մոտենալու եւ խոնարելու։ Կոնկրետ եռաբլուր զինվորական պանթեոնը իր հավաքականությամբ ունի հստակ հուշարձան, որտեղ եւ խոնարհվել։ Հավաքական խորհուրդ է սիրում իշխանությունը, որի օրոք Հայաստանը վարել է անկախության պատմության ամենաարյունալի կապիտուլյացիայով ավարտված պատերազմը։ Դրանք բոլորը մեր եղբայրներն են եւ բոլորը ես տարիքի բերումով իրավունք չունեմ ասել, բայց ավակները կասեն, որ բոլորի որդիներն են, ովքեր ընդունում են որպես իրենց հայրենիքի համար զոհվածների եւ գալիս են իրենց խոնարհումն ու հարգանքը բերելով։ Չի հասկանում պաշտպանության փոխնախարարը, ինչու պետք է սեպտեմբերի 27-ը 44-օրյա պատերազմի սկզբի օրը հիշատակի օր սահմանվեր, եթե Հայաստանը բազմաթիվ ռազմական գործողություններ ու պատերազմներ է տեսել։ Մի օգտվեք իմ քաղաքավարությունից, խնդրում եմ ճանապարհ տակ շտապում եմ։ Խնդրում եմ ձեզ, շնորհակալություն։ Լարա Արաքելյան, Զարուհի Սահակյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։